թե ինչու նույն վիդեոն երկու անգամ նկարելու անհրաժեշտություն առաջացավ մեզ մոտ։ Ողջույն, այսօր Մարի կլինիկի թերապևտ օրթոպեդ Միքայել Շահինյանի հետ կխոսենք եւս մեկ հետաքրքիր բուժման պատմությունից։ Դոկտոր Միքայել, իսկ ի՞նչն էր պատճառը, որ երկու անգամ նույն վիդեոն նկարեցին։ Իրականում սկզբից կատարել էինք վերին ծնոտի իմպլանտացիա եւ պատրաստել ժամանակավոր շապիկներ եւ վիդեոյի մոնտաժման փուլում այցելուն հետ վերադարձավ կլինիկա եւ անգամ գոհ էր վերին ծնոտի աշխատանքից, որ ուզեց որ ստորին ծնոտներ կատարենք իմպլանտացիա եւ պատրաստենք ժամանակավոր շապիկներ, ուստի այս վիդեոն երկրորդ անգամ ենք նկարահանում։ Իսկ ինչ բուժում էր, որից այդքան տպավորվել էր այցելուն։ Այցելուն դիմեց Մարի կլինիկ, նրա մոտ առկա էր մասնակի անատամություն, ինչպես նաև թերի պատրաստված պրոթեզներ, իսկ անատամները, որոնք կային, ոչ կենսունակ են եւ ցուցված են հեռացում։ Ընտրվեց ատամներ մեկ օրում բուժման տարբերակը, հեռացրեցինք ոչ կենսունակ ատամները եւ վերին ծնոտում տեղադրեցինք 5 հատ իմպլանտ եւ այդ օրը վերցրեցինք չափսեր եւ հաջորդ օրը տեղադրեցինք արդեն ժամանակավոր շապիկները։ Եվ ինչպես նշեցի, 2 շաբաթ հետո այցելուն վերադարձավ կլինիկա եւ շատ գոհ էր վերին ծնոտի աշխատանքից եւ արդեն կատարեցինք ստորին ծնոտի իմպլանտացիա, տեղադրեցինք հիմնական իմպլանտներ եւ հաջորդ օրը արդեն տեղադրեցինք ժամանակավոր շապիկները։ Դոկտոր Միքայել, իսկ ինչի շնորհիվ մենք կարողացանք այդքան կարճ ժամկետի ընթացքում նման հրաշալի արդյունք ստանալ։ Իհարկե սա Մարի կլինիկի թիմի համատեղ աշխատանքի շնորհիվ է, որին մասնակցել են իմպլանտոլոգը, թերապևտը, օրթոպեդը եւ մեր թվային լաբորատորիան, որի շնորհիվ մեր բուժման տևողությունը մի քանի անգամ կրճատվում է։ Իմպլանտացիայից հետո ատամներ կարող եք ունենալ ոչ թե 5-6 ամիս հետո, այլ 1 օրում։ Ինչպես այս դեպքում։